Պարոն Ազատյան, դուք առաջին անգամ քաղաքականություն քայլ եք անում, կարծեք ձեր կարիերայի ընթացքում, ինչպես ստացվեց եւ ինչից ելնելով որոշեցիք, որ դուք պետք է առաջադրվեք Վաղարշապատում որպես համայնքապետի թեկնածու։ Ես նորից կկրկնեմ, քաղաքական քայլ ես չեմ պատրաստվում անել, սա ինձ համար քաղաքական տրամպլին չէ։ Ես մեր քաղաքային խնդիրներով եմ մտահոգված եւ տեսնելով, որ մեր քաղաքը այսօր հանրապետությունում ամենահետամնաց վիճակում է գտնվում, որոշեցի սեփական ուժերով, որտեղ մասնակցել եւ ինչ-որ բան կարգավոր է, որտեղ թողել ենք քաղաքական ուժերի հույսին եւ քաղաքական պայքարի դեպքում տուժում ես մեր սովորական հասարակ քաղաքացին, մեր համայնքի բնակիչը։ Դրա համար։ Այսինքն դուք կարծում եք, որ քաղաքային իշխանությունները ամեն դեպքում համայնքի համար ոչինչ չեն անում եւ պետք է դուք գաք եւ Վաղարշապատին պետք է ձեզ ընտրի, որ դուք անեք ամեն բան քաղաքի համար։ Ես ինձ համար առաջնային խնդիրը իմ քաղաքն է, իմ համայնքն է։ Իսկ քաղաքական լիդերների համար իրենց քաղաքական հետաքրքրություններն են։ Ես ոչ մի հետաքրքրություն չունեմ բացի իմ քաղաքին վերաբերող հարցերը։ Եվ դրա համար երևի ինձ ճանաչողներն էլ գիտեն, որ ես աշխատող ճառասող մարդ չեմ։ Ես գործ եմ անում, աշխատում եմ եւ ուզում եմ իմ աշխատանքով իմ օգուտը բերել իմ քաղաքին, իմ ժողովրդին, իմ համայնքի բնակիչներին, որ տարբերությունը զգան ու շատ զգալի լինի, ոչ թե նենց կոյուղու գիծը, որը պարտավոր են փոխել, կոյուղու գիծը փոխեն եւ հպարտանան, որ կոյուղի գիծ փոխեցին, այլ ուղղակի կարդինալնի քաղաքը պետք է փոխվի։ Կնշեք մի քանի խնդիրներ, որոնք դուք պատրաստվում եք առաջին հերթին դրանք լուծել։ Առաջին հերթին հենց մենք ուղղակի բոլորն էլ գալիս են հենց այս փողոցի վրա ենք հանդիպում։ Մենք խնդիրների առաջնահերթություն ու երկրորդական երևի կարելի ասել չկա, որովհետեւ այստեղ ամբողջովին խնդիրներ են։ Խնդիրները շենքերի կոյուղիները շատ վատ վիճակում են, տանիքները շատ վատ վիճակում են, փողոցները վատ վիճակում են, մարդկանց հոգեբանական ծանր վիճակի մեջ են հայտնվել մեր համայնքի ժողովուրդը։ Առաջի ու երկրորդ չես կարող բաժանել, ուղղակի պետք է ստրատեգիա մշակել եւ որտեղից ենք սկսում, որ իր ավարտին հասցնենք եւ բավականին ճիշտ լուծումներ լինի, ոչ թե ասֆալտենք, հետո քանդենք, կոյուղու գծերը քաշենք, ոնց որ մինչեւ այսօր արվում է։ Պարոն Ազատյան, գանք մի փոքր ներքաղաքական թոհուբով, ձեզ կապում են անունների հետ, մեզ տեսնելուց նշեցիք, որ դուք են լրագրողներն եք, ովքեր ինձ կապում եք ինչ-որ մեկի հետ։ Հիմա եկել եմ հարցնելու ձեզ, մամուլում պարբերաբար թիրախավորում են, որ դուք ինչ-որ մեկի մարդն եք, ինչ-որ մեկը ձեզ հովանավորում է։ Հիմա դուք ում մարդն եք, ով է ձեզ հովանավորում։ Ես շատ ուրախ եմ, որ թիրախավորում են, ուրեմն վախենում են ինձանից, եւ թող վախենան, որովհետև ես երբեք ոչ մեկի մարդը, ես մի հատ կին ունեմ, այդ կնոջս մարդն եմ, ուրիշ ոչ մեկի մարդը չեմ եղել, երբեք եւ երբևիցե ոչ մեկ ինձ չի կարողացել ինչ-որ բան հրամայի, ես ինչ-որ բան անեմ։ Երևի դա ծիծաղելի է, ես ժողովուրդն էլ բոլորն էլ սա ճանաչում են եւ գիտեն ես ով եմ։ Այդ մանիպուլատիվ բաները ինձ թվում է չի անցնելու մեր քաղաքում։ Պարոն Ազատյան, օրինակ շատերը Վաղարշապատի այս նախընտրական փուլում ասում են, որ կուսակցություններ կան, որոնք անհրաժեշտության դեպքում կմիանան ԿՊ-ին որպես կոալիցիա եւ կդառնան համայնքային իշխանություն։ Դուք անհրաժեշտության դեպքում ԿՊ-ին ձայն կտաք քաղաքի իշխանությունը իր ձեռքը վերցնելու համար։ Ցավոք սրտի ԿՊ-ն 7 տարի այստեղ եղել է քաղաքապետը, քաղաքապետարանը ենթարկվել է իրեն։ Եվ ոչ մի փոփոխություն ես չեմ տեսել։ Իմ ցանկությունը տեխնացիոն դնելու այն նպատակով է, որ ես չեմ տեսել ոչ մի տեխնացիայի, ում կարելի է վստահել այս քաղաքը։ Ես նպատակ երբեք չեմ ունեցել զբաղվել այսպիսի գործերով, ես իմ բիզնեսներով, իմ շինարարությունով, ես իմ նորմալ եկամուտ վաստակում եմ եւ ապրում եմ։ Ես այս անցնելով այս մտքին, որ մասնակցել Ես հասկանում եմ, որ ես մտնում եմ մեծ պատասխանատվության տակ, գիշեր-ցերեկ աշխատանքի տակ եմ մտնում ես երբեք թույլ չեմ տա, որ մեր քաղաքի ժողովուրդը, մեր համայնքի ժողովուրդը, եթե ընտրեն ինձ, որպեսզի հետո հիասթափություն ապրեն, դրանից չի լինելու։ Դրա համար պատրաստվում եմ ես, եթե լիներ ինչ-որ մեկը, ում կարելի է վստահել, կարող է ես վստահել այս քաղաքը, ես խոստովանում եմ, ես չէի մասնակցի այս ընտրություններին, դա միանշանակ է տենց։
Քանի որ ընտրություններն իրենցից նաև պայքար են ենթադրում, ում հետ դուք կկազմեք կոալիցիա, եթե ոչ օրինակ ՔՊ-ի, կան 7 կուսակցություններ ձեզ չհաշված, ում եք ձեզ գործընկեր համարում։ Ինձ համար բոլորն էլ գործընկեր են, եթե իրանք միանան մեզ։ Ես ոչ մեկին միանալու ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ նպատակ, որովհետև հենց այդ նպատակով էլ մենք դրել ենք, որպեսզի կարողանանք մեր քաղաքը փրկենք։ Իրանք այսօր էս կուսակցությունները մեկը մյուսի հետ կռվում են, մեկը մյուսի հետ վիճվում են, իրենց քաղաքական պայքարն է սա, իսկ ես ուզում եմ ապացուցել, որ մեր քաղաքը քաղաքային պրոբլեմներով պետք է իր զբաղվի, ոչ թե քաղաքականությունով։ Թող քաղաքականության ժամը գա, գնան 26 թվականին քաղաքական խնդիրները թող լուծեն իրենց։ Դժվար չէ բիզնեսմենից քաղաքական գործիչ դառնալ։ Ես էլի եմ կրկնում, քաղաքական գործիչ։ Պաշտոնն է ստիպելու Դե պաշտոնը ես կաշխատեմ որքան հնարավոր է հեռու մնալ քաղաքականությունից, ինչքան դա ստացվի ինձ մոտ։ Դժվար չէ, որովհետև կազմակերպչական աշխատանք է, մեկ է, այնտեղ էլ այստեղ էլ ճիշտ կազմակերպելու դեպքում սկզբունքը նույնն է, իհարկե, ինձ կօգնի դաժե, կօգնի, ես համոզված եմ դրանում, որովհետև ես հասկանում եմ, ինչ խնդիրներ կա, հասկանում եմ ոնց պետք է լուծվի, ունեմ իմ պատկերացումները, մենք թիմային մեծ աշխատանք ենք կատարել եւ ես չեմ պատրաստվում այս ընտրությունները հաղթելուց հետո միայնակ նստել եւ որոշում կայացնել եւ գրավիրվեն խելացի լավ մարդիկ, ովքեր կոմպետենտ կլինեն այս հարցերում եւ ամեն ինչ կորոշվի ընդհանուր գաղափարների բախումից հետո, որը որ ճիշտ կլինի մեր քաղաքի համար։ Պարոն Ազատյան, դուք պայքարում եք այն համայնքի համայնքապետը դառնալու, որտեղ գտնվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, որը թիրախավորվում է իշխանության կողմից, թիրախավորվում է նաև Վեհափառը իշխանության կողմից։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը ասում է գնալու ենք Վեհարան Վեհափառից այն ազատելու։ Դուք ձեր քաղաքում նման գործողությունների դեպքում ինչ եք անելու, որոնք են լինելու ձեր քայլերը։ Դա Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է, դա մեր քաղաքի, մեր համայնքի ծրագիրը չէ։ Եթե լիներ համայնքի ծրագիրը, ես կմտածեի ինչ-որ բան այդ ուղղությամբ անելու, բայց քանի որ դա իրենց ծրագիրն է, թող իրենք իրենց հարցերը լուծեն։ Ես ամբողջությամբ շատ վատ եմ նայում այս process-ը, որ տեղի է ունենում։ Ես նախ չէի ուզենա եկեղեցու ներսում այսպիսի բաներ լիներ, որ մեր հանրությունը այսօր տեսնում է, լսում է, չէի ուզենա մեր իշխանությունների կողմից այս ամեն ինչը բարձրաձայնվեր այսպես։ Ես կուզենայի, որ այդ ամեն ինչը լուծվեր մեր ներսում, ոչ թե դուրս գար մեր հանրապետությունից դուրս ամբողջ աշխարհը տեղյակ լինի ինչ է կատարվում։ Ինձ համար շատ վատ է եւ մտահոգիչ է, ես չէի ցանկանա այսպիսի բաներ լինել։ Որն է ձեր ուղերձը ձեզ ընտրողներին։ Իմ ուղերձը իմ ընտրողներին եկեք կառուցենք միասին մեր համայնքը, գեղեցկացնենք, սարքենք գրավիչ, սարքենք ես այսինքն երիտասարդները քայլում են մեր քաղաքում զբոսնելու նորմալ ոչ մի վայր չունեն։ Երեխաների հետ երիտասարդ մայրերը իրանց երեխաները դուրս են գալի, ոչ մի հետաքրքրություն չկա, ոչ մի ժամանակ անցկացնելու վայր չկա։ Կուզենամ միասին կառուցենք մեր համայնքը, սարքենք մեր սրտի քաղաքը, որը որ ես հավատում եմ, որ մեր բոլորն էլ սիրում են մեր Էջմիածինը, մեր Վաղարշապատ համայնքը, միասին գեղեցկացնենք, հույսերս չդնենք այս կուսակցական կռիվներին մարդիկ իրանց տորթի փայի համար ամեն ինչի պատրաստ են։ Մերը մեր քաղաքն է, մեր համայնքն է։ Ես ցանկանայի, որ մեր ժողովուրդը միանային մեզ եւ միասին կառուցենք մի համուր ուժերով մեր քաղաքը, մեր համայնքը։